Պատրաստ եմ սիրով պատասխանել ձեր հարցերին, թե որպես կուսակցության արտաքին կապերի պատասխանատու եւ թե որպես ազգային ժողովի պատգամավոր։ Ձեր ցուցակի համար դուք շատ հետաքրքիր ձևով եք ներկայացրել շտապօգնության մեքենային։ Ինչն է պատճառը, որ փորձեցիք այդ ձևով ներկայացնել ձեր գուցե քարոզարշավի չգիտեմ տպավորություն ստեղծելու համար, ինչի համար է դա։ Ճիշտն ասած, դրա երբ որ հրապարակեցի, դրա նախորդ օրն էր հրապարակվել քվեաթերթիկը կուսակցականների շրջանում, եւ որ տեսա 103 համարն եմ, առաջի ասոցիացիան որ եղավ, դա 103-ն էր եւ այդ օրը Բաղրամյան պողոտայի վրա նաեւ տեսա շտապօգնության մեքենա եւ խնդրեցի մեկ լուսանկար անել, կարծում եմ կուսակցականների մոտ կհիշվի այս թիվը եւ հուսով եմ ես զանգ տամ մեր կուսակցականներին։ Եթե 103-ն է, բարեկի դիքնային։ Չգիտեմ, այդ դեպքում այդ տարբերակը կընտրեի թե ոչ, բայց շտապօգնությունը լավ ստացվեց ամեն դեպքում։ Աշխատանքի մեջ եւ նաեւ անձնական հարաբերություններում փորձում եմ հնարավորինս արագ արձագանքել։ Պարոն Բանդանյան, ես ուզում եմ հարցնել այս գործընթացի վերաբերյալ ձեր տեսակետը։ Հիմա շատ են, այսինքն կան քննադատություններ, քննարկումներ, որ ամեն դեպքում այս ամբողջ process-ը ունի ձևականության ինչ-որ տարրեր, որովհետև օրինակ հիշեցնում են նույն այն գործընթացները, որ ՔՊ-ում եղան վերջին մեկ տարում կամ տարեկեսում, երբ վարչապետի բորդորով օրինակ պատգամավորը մանդատավայր դրեց, ովքեր հրաժարվեցին մանդատավայր դնելուց իրենք արդեն դեր կուսակցության շարքերում չեն։ Այսինքն ըստեյության այս գործընթացները ցույց են տալիս, որ ամեն դեպքում վարչության նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի միասնական որոշմամբ պատգամավորների հետ այսպիսի բաներ տեղի ունենում։ Հիմա սա չի փաստում նաեւ այն, որ այս քվեարկությունները եւ այս ամեն ինչը, եթե ինչ-որ մի բայ այլ որոշում կայացվի, դա կկայացվի։ Նախ ես պիտի նշեմ, որ դրանք վարչապետի եւ վարչության նախագահի միասնական որոշումներով այդ որոշումները միանձնյա չեն կայացվում։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն ունի վարչություն, որը լեգիտիմ կերպով ընտրվել է կուսակցության համաժողովի կողմից եւ այդ բոլոր դեպքերը, որոնք եղել են, քննարկվել են վարչության կողմից եւ վարչությունը առաջարկել է տարբեր դրվագներում հրաժարվել պաշտոնից կամ վայր դնել մանդատը, այստեղ այդ մասով կարծում եմ ընդհանրապես խնդրահարույց որևէ բան տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է այս process-ին, ինչպես նկատում եք, ընդհանրապես ձևական չէ, մեր կուսակցության անդամները, պատվիրակները բավական լուրջ են վերաբերվում այս գործընթացին, պատրաստվել են եւ նաեւ գիտեք ընտրական օրենսգիրքը չի պարտադրում կազմակերպել ընտրություններ, ընտրական օրենսգիրքը ասում է, որ հերթական ընտրությունների ժամանակ համաժողովը պետք է հաստատի ցուցակը, բայց մենք որոշեցինք, կուսակցությունը որոշեց գնալ մեկ քայլ առաջ եւ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններ կազմակերպել, որտեղ բոլորը հավասար հնարավորություններ կունենան ներկայանալու կուսակցության առաջ եւ ձևավորելու այն ցուցակը, որը հաջորդ 5 տարիներին առաջնորդելու է Հայաստանի Հանրապետությունը։ Պարզապես կներեք, պարզապես շարունակելով հարցը, ձևական բնույթը նրան մասին է, որ դուք մշտապես խոսում եք կուսակցական ժողովրդավարության մասին, բայց ներսում իսկապես մատնանշեց գործընկերս այդ process-ները ժողովրդավարության մասին չեն խոսում։ Երբ որ SMS-ով մանդատ է վայր դնում, երբ որ կուսակցականը, օրինակ նույն Հայկ Սարգսյանը հայտարարում է, որ իրեն հայտնի չի են հիմքերը, որ իրեն հեղացրել են ցուցակ չեն ունեցրել ԿՊ վարչությունը, նրա նկատողությունը։ Այսինքն այդ ամեն ինչ ամեն դեպքում ժողովրդավարության մասին չի խոսում։ Հիմա այս ժողովրդավարություն խաղալը ինչի՞ մասին։ Գիտեք, դրանք պնդումներ են, որոնք իրականությանը ցավոք սրտի բարեբախտաբար ներողություն չեն համապատասխանում, որովհետև նույնիսկ ամեն վարչության նիստից հետո վարչապետը հրապարակում է տեսանյութեր, որտեղ ձեզ եւ հանրությանը կարելի է ենթադրել ինչ հարցեր են քննարկվել, ովքեր են առնվազն զեկուցում եւ դրանից հետո կայացված որոշումները կապել դրանց հետ։ Եվ այս առումով նման հարցերը կուսակցականներին վերաբերող նման տեսակի բոլոր հարցերը քննարկվում վարչությունից, վարչությունը ժողովրդավար կերպով ընտրված լեգիտիմ մարմին է, որոնց կուսակցությունը վստահել է կայացնելու այդ որոշումները։ Ձեզ պահպանելու ներշտությամբ տրվեց քվեարկելու հնարավորությունների իմաստով, որ 274-ից 50 ընտրեցիք եւ ինչ սկզբունքով ընտրեցիք։ Գիտեք, չէ, հեշտ չէր, որովհետեւ ցուցակում կան մարդիկ, որոնք
Իմ ընկերներն են, որոնց հետ վերջին 7 տարիներին եւ դրանից նույնիսկ ավելի ճանապարհ ենք անցել եւ շատ դժվար փորձությունների եւ նաեւ շատ մեծ աշխատանքի միջով ենք անցել։ Կային նաեւ տեխնացուներ, որոնց ես նոր եմ ճանաչում որոշներին եւ նրանք ունեն շատ լավ արժանինքներ եւ արժանի են լինելու падգամավոր կամ զբաղեցնելու պաշտոններ Հայաստանում եւ այդ 50-ին ընտրելը իսկապես բարդ բան էր, բայց ես կարծում եմ կատարել եմ արժանիքահեն ընտրություն։ Ձեզ անձամբ ինչի համակի օրինակ ձեր ուսանիչները։ Ես կարծում եմ, որ ես որպես падգամավոր վատ չեմ աշխատում եւ նաեւ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ վերջին տարիներին իմ աշխատանքը արդյունավետ եմ գնահատում, հուսով եմ կուսակցականները եւս դա նկատում են։ Պարոն Խանտանյան, ես կուզեի արտաքին քաղաքական օրակարգի հարց տեսնել։ Երեկ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ Մոսկվայի եւ Երևանի միջև բանակցություններ կան Հայաստանի երկաթուղու երկու հատվածները վերանորոգելու հարցով եւ դաստիարակության արձագանքներ են դիմումի կամ այն հայտարարությունների, որ Հայաստանից հնչում էր ամենաբարձր մակարդակով այդ մի քանի հատվածները վերականգնել։ Ես ուզում եմ հարցնել հիմա ըստ որոշված է, որ երկաթուղու այն հատվածները, որոնք գտնվում են ռուսական կառավարման ներքո եւ որոնց վերանորոգումը անհրաժեշտ է ընդհանուր ապաշրջապատման համար անելու է ռուսական կողմը։ Սա ըստ կարող եք ասել, որ ֆիքսված է արդեն։ Չէ, չեմ կարող նման հայտարարություն անել կամ հաստատել դա, ինչպես նշել է վարչապետը, բանակցություններ են ընթանում եւ այդտեղ գիտեք Հայաստանի համար ամենաէականը, որ դա կատարվի արագ, որովհետև մեզ զուգահեռ մյուս նախագծերին ենթակառուցվածքային, որովհետև մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապաշրջափակել մեր ենթակառուցվածքները հարևանների հետ, ուստի այդտեղ ժամկետների եւ նաեւ դետալների վերաբերյալ կարծում եմ պետքա տեսնենք, ստանանք ռուսական կողմի պատկերացումները եւ դրանից հետո որոշում կայացնենք, թե որ փուլում են բանակցությունները, ես չեմ կարող ասել, գործադիրի իմ գործընկերներին գուցե հարցուղեք։ Պարոն Խանտանյան, վարչապետը ըստ ասում էր, որ այն փաստը, որ այդ հատվածները գտնվում են ռուսական կառավարման ներքո, Հայաստանի մրցակցային առումով հետ են թողնում Կարստիլիջու այդ երկաթուղու ֆոնին հատկապես, որը կառուցվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Կա մտահոգություն հայկական կողմի մոտ, որ եթե ներդրումները անում է ռուսական կողմը կամ եթե այսպես ասենք կառավարումը շարունակում է մնալ ռուսական կողմինը, ապա այդ երկաթուղին ինչքան է որ հետո վերանորոգվի, գուցե չծառայի այն նպատակին, այն լայն նպատակին, որին որ հայկական կողմը ուզում է որ ծառայի։ Գիտեք, իմ պատկերացմամբ ռուսական կողմը պիտի ներկայացնի իր պատկերացումները, թե ինչպես է պատրաստվում բարելավել այդ երկաթուղու գործարկումը, հաշվի առնելով, որ դա դառնալու է ներպետական հայաստանյան տրանզիտից միջազգային տրանզիտի եւ որի ծանրաբեռնվածությունն է մեծանալու, որի մաշվածությունն է ավելի շատանալու եւ այս կոնտեքստում ռուսական կողմը պետք է իր պատկերացումները տա, թե որքան ներդրումներ է պատրաստվում անել եւ ինչ տեսակի, ինչ որակի ներդրումներ է անելու, այստեղ քննարկումներ նկատի ունենք, չէ, բայց այդ կտորները նաեւ կապնում են իրար, չէ, նաեւ Երասխից, Երևան եւ Գյումրի կապնում են իրան եւ կարծում եմ այս նոր հանգամանքներում արդեն ապաշրջափակված տարածաշրջանում այդ հատվածը եւս այսինքն Երասխից մինչև Գյումրի եւ սահման հատվածը եւս պիտի համապատասխանի միջազգային տրանզիտի չափանիշներին։ Պարոն Խանտանյան, բայց ռուսական կառավարումը կարող է խնդիր առաջացնել, որ Հայաստանը միջազգային գործընկերների համար դուրս մնա, այսինքն երկաթուղին, այսպես ասենք, չկիրառվի, չօգտվեն երկաթուղուց միայն այդ փաստի բերումով։ Հայաստանը ցանկություն ունի ռուսական կողմի հետ արդյունավետ գործընկերություն ծավալել այն հանգամանքներում, որը կա, այսինքն հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիայի պայմաններում, բայց դրա որակը եւ արդյունավետությունը պետք է գնահատվի եւ դրա համար մենք ռուսական կողմի արձագանքին ենք սպասում։ Կներեք, այսինքն ես ավելի հստակեցնեմ, կա քննարկում ընդհանրապես ամբողջական, որ հնարավոր ինչ-որ փուլում Հայաստանը քննարկի կոնցեպցիոն կառավարումը վերցնելու։ Տեսեք, այդ մասին վարչապետը հայտարարություն է արել առնվազն այդ երկու հատվածների վերաբերյալ, որ եթե ռուսական կողմը
չկարողանա ինչ-ինչ հանգամանքներում դա անել, ապա մենք կմտածենք այլ ընտրանքների մասին կամ ինքնուրույն կանենք դա։ Այսինքն այլ ընտրանքների մեջ մտնում են նաև Դե գիտեք, ընդհանրում եմ ավելի շատ ներդրումների մասին է խոսքը, քան կառավարման մասին։ Այսինքն ռուսական կողմը չի ցանկանում ներդրում։ Դե ասում եմ, մենք սպասում ենք արձագանքին եւ թե ինչ փուլում են բանակցությունները, կխնդրեմ դա գործադիր իմ գործընկերներին հարցնել։ Շնորհակալություն։